Ինչու եք բացառում, որ այ հիմա փոքրացած Հայաստանին այդքան լավ կարող է տիրություն անել Նիկոլ Փաշինյանը, որ դարձնի մի հարավկովկասյան Սինգապուր։ Հենց դա եմ ասում, որ չի կարող անի, որովհետև ասում եմ, սա ես էլ ուրիշ բան չէի դարձրում։ Իմ տարածքով էլ ամենից, իմ տարածքի ամենից հետաքրքիր կտորը տանք ամերիկացիներին, թող իրենք ոնց ուզում են կառավարեն։ Իսկ սա է։ Ես նաև այս երկրների հետ լավ համեմատեմ մի ուրիշ երկիր գայիցի։ Մոտարապես Հայաստանի չափ երկիր։ Մի բռնապետ փոխարինում է մյուսով, ասում է, այս աշխարհի հետ գործ չունեմ, միայն չխանգարեք, ես իմ բռնապետությունը շարունակեմ։ Եվ մի բռնապետ փոխարինում է մեկը մյուսին, սա ենք ուզում։ Հիմա մենք գնում ենք այս մոդելով, այս վերջի կալանավորումները ինձ ցույց է տալիս, որ մենք ուզում ենք դառնանք այստեղ մի գայիցի պես մի բան։ Նայեք, ինչ արել, ես միգուցե սա ավելի խորքային հարց է, բայց ես կցանկանայի այդ շեշտադրումը անել։ Մեր պոտենցիալը, սա միայն մեր 3 միլիոն ժողովուրդը չի, մեր պոտենցիալը նաև մեր սփյուռքն է։ Զորայացնում ենք։ Մեր պոտենցիալը մեր նաև եկեղեցին է, որովհետև ինքը ցանցային բնույթ ունի եւ կան նաև այլ տարբեր երկրներում։ Մեր սփյուռքը իսկապես մեծ պոտենցիալ ունի, եթե մենք կարողանանք դա կիրառենք։ Սփյուռքի հետ կապերը ընդհանրապես կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք, ընդհանրապես միգուցե մի միտք ասեմ, ես ենթադրում եմ, որ սա մարդիկ բնազդով տեսնում են, բայց Նիկոլ Փաշինյանը ունի ներքին չարության մի հսկայական ծավալ եւ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Ինքը ամեն քայլափոխին պիտի ստեղծի կոնֆլիկտ։ Եվ այդ կոնֆլիկտով ինքը ոնց որ սնվում է, ինչ որ էներգիա է ստանում, մի նոր կոնֆլիկտի համար, Չեք տեսնում ինչ է կատարվում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտասովումն է։ Եթե իշխանություն, եթե դու կոնֆլիկտացին ես ինքդ քեզնով եւ դու ունես հսկայական իշխանություն, գրեթե այսօր անսահմանափակ, դու այդ կոնֆլիկտը ինչ որտեղ սկսում ես կիրառել, դու սկսում ես հակադրել, ոչ միայն հների նորերի, Արարատը Արագածին, Էջմիածին ու Հովանավանքին, Կատողիկոսին, Կարքալուց արած Քահանային, Միացյալ Նահանգների Ռուսաստանին, Թուրքիա, Ռուսաստան, դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որտեղ քո տեսակն է այդպեսի եւ այդ կոնֆլիկտից դու սնվում ես։ Իմ տպավորությունը սա է, որ ինչ որ տեսնում եմ, այլ ռացիոնալ բացատրություն չունի։ Մարդու տեսակն է եւ կապ չունի, եթե ինքն ալինելու, այսպես ալինելու։ Մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենալու։ Ներքին անկայունությունը սրելու լավագույն ժամանակներն են գալիս ըստ տեխնոլոգիաների, ընտրությունները, ինչ է տեղի ունենալու 26-ից առաջ Հայաստանում։ Չգիտեմ, ես կառաջարկեի ընտրություններից հիմա ասենց շատ չխորանալ, սա առանձին թեմա է, որտեղ կարելի է խորանալ, բայց եթե խոսանք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունը ամրապնդենք գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է ներքին մեր կայունությունը ապահովենք, կայունությունը եւ համերաշխությունը։ Այդ կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությունը ներսից, մարդիկ օգնել են սրանից։ Սրան պետք է ուղղակի վերջ տալ։ Եվ նաև հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է։ Մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի, բերի, թե ունենալու ենք սրա շարունակությունը։ Մշտական sense կոնֆլիկտացին մի իշխանություն, որի հիմնական sense ոնց որ նպատակը մեկ-մեկ ռացիոնալ բացատրություններ չունես, լավ եկեղեցին քեզ ինչու ախանգար։ Չէ, անպայման պետք է ստեղ բզենք, ընդ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, ընդ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չի, սա հանրություն է կարող։ Բայց սա տեսակ է, թե հանրությունը մենք իմանալու ենք իշխանապողությունից հետո, եթե մեր ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը, որն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 26 թվականին։ Այս չարությամբ լցված
իշխանությունը չպետք է իշխանություն լինի։